Տարիներ առաջ ունեցա շատ լուրջ խնդիր ծնոտի հետ կապված։ Ատամից մի փոքր հատված էր փոկվել։ Ես գնացի ատամնաբուժի, որպեսզի ընդամենը պլոմբ անեն, եւ բժիշկը երբ որ իմացավ իմ այդ հատվածը ամբողջությամբ անզգայացած է, ասաց ես ոչինչ չեմ կարող անել։ Առավոտյան կգաս հիվանդանոց, դիմացնոտային ռենտգենով կպարզենք ինչ խնդիր կա։ Ռենտգենից հետո պարզվեց, որ ես ունեմ շատ լուրջ խնդիր, ծնոտի վրա ունեմ ուռուցք։ Շատ էր բարդացել։ Պարզապես այդ փոկվելը առիթ էր դարձել, որ իմանայինք, այնքան էր խորացել, որ ինձ ասացին, քեզ 10 օրվա կյանք ենք տալիս։ Շտապ վիրահատություն նշանակեցին ինձ։ Վիրահատեցին 3.5 ժամ տևեց։ Տարբեր տեղերից անզգայացրել էին, բայց միևնույնն է, ոչ մի բան չէր թույլատրել։ Ես ամբողջ վիրահատությունը 3.5 ժամ զգացել եմ։ 150 տեղ պատրված լեզվի տակով միջև ամբողջությամբ բացել էին։ Ոսկորս 3.5 ժամ մաքրելուց հետո ասացին մենք ոչ մի բան չեն կարող անել, բայց պետքա քո կողի ոսկորից կտրենք, այս հատվածից տեղադրենք։ Կարերը լինելու են դրսից։ Բերանատ թեքա մնալու։ Նախապես զգուշացրեցին ու ասեցին գնա մի քանի օրից կգաս, որպեսզի տեսնենք ինչ ենք անելու, անենք թե ոչ։ Ես դուրս եկա հիվանդանոցից, լացելով գնում էի տուն։ Ու ասում էի տեր, իրականում ինձ համար շատ դժվար էր, որ իմ դեմքը այդ ձևի թեքված մնար, իմ երեխան դեռ փոքր էր, ես մտածում եմ նաև երեխայի մասին։ Շատ դժվար էր։ Ես լացելով գնացի տուն ու առանձնացա, իրականում առանձնացա ու սկսեցի խոսալ իմ Աստծո հետ։ Այդ ցավերն էլ շատ ուժեղ էր ցավում։ Ոչ մի ցավազրկող չէր օգնում, բայց հաջորդ վիրահատությունը որ անեի, պետքա նարկոսով անեի, որովհետև շատ ահավոր էր։ Եվ մի քանի օր հետո, որ պետքա գնայի, ես գնացի եկեղեցի, որոշեցի հենց այդ վիճակով փակեցի իմ դեմքը, որպեսզի չտեսնեն։ Լրիվ պատրվածքները երևում էր, իմ բերանը բաց էր, այս հատվածից իջած ամբողջությամբ արյուն ու վերքեր երևում էր, անգամ չէի կարողանում խոսալ, բայց այդ ժամանակ փակվեց իմ աչքը, իմ ականջը չէր լսում, ոսկորը ամբողջությամբ դուրս էր եկել ու այդ դուրս գալու պահը այնքան ցավոտ էր, ես լսում էի ձայնը ոսկորի, թե ոնց է թեքվում։ Իմ ձեռքն ու ոտքը այս մի կողմը ամբողջությամբ թուլացել էր, անզգայացել էր, ես չէի զգում, բայց ասացի ես ուժ պետք է գտնեմ իմ մեջ ու հասնեմ եկեղեցի։ Բայց մինչև եկեղեցի հասնելը ես ամբողջ ճանապարհին նորից լացելով աղոթում եմ ու այդ ցավերին փակել եմ դեմքս ու ասում Տեր ուժ տուր, որ եկեղեցի հասնեմ գոնե մի փոքր թուլանա, ես կարողանամ ծառայությունը լսեմ, կարողանամ մոտենամ հովիվներին։ Ու ամբողջ ճանապարհին աղոթում եմ ու հասանք Համալիրի մոտ, մի տաքսի կանգնեց մեր դիմաց։ Տաքսու հետևը գրված էր Հիսուսը սիրում է քեզ։ Դա եղավ խոսք ուժ ինձ, որ ես ինձ կարողացա հավաքեմ ու մտնեմ եկեղեցի։ Մտա եկեղեցի ու ամենավերջում մոտեցա հովիվներին, խնդրեցի որ աղոթեն։ Հովիվն ասաց կա քեզ համար տարբերություն թե ով կաղոթի, ասեցի չէ։ Ասաց այս աղջկան տարեք թող աղոթեն ու մեր հովիվներից մեկը մոտեցավ ինձ, հարցրեց ինչ խնդիր ունես։ Ասեցի հովիվ ջան, ինձ 2 օր առաջ վիրահատել են ու 10 օրվա կյանք են տվել։ Հովիվը նորից հարցրեց, ես նորից պատասխանեցի, որ վիրահատել են եւ 10 օրվա կյանք են տվել ու շատ դժվար եմ խոսում։ Փակել են իմ դեմքը, որովհետեւ արյունը կաթում էր։ Հովիվը նայեց, ասեց դու հավատում ես։ Ասացի հավատում եմ հովիվ ջան, դրա համար էստեղ եմ եկել։ Մենք աղոթեցինք միասին ու վերջում ասաց շնորհակալ եմ Տեր, մենք վկայություն ենք ունենալու։ Աղոթքից հետո քուրիկիս հետ ինքը ինձ օգնեց, որ մենք դուրս գանք եկեղեցուց, որովհետև ես շատ դժվար էի քայլում։ Նստեցինք մեքենան ու տուն գնալու ճանապարհին շատ ուժեղ ցավ սկսվեց։ Ինձ չէին վիրահատում, բայց նես տպավորություն էր, ոնց որ վիրահատություն էր լինում։ Անտեսանելի ձեռքերով կարծես թե վիրահատություն էր լինում։ Ու ես զգում էի, թե ինչպես է իմ դուրս եկած ոսկորը նորից հետ գնում իր տեղը։ Եվ այն մեռած բջիջները նորից սկսում են աշխատել։ Ու կամաց աչքս բացվում է։ Երբ որ հասա տուն, հասկացա, որ արդեն լսում եմ։ Ու կամաց ձեռքս ու ոտքս նորից ճիշտ ցավալով, բայց նորից հետ եկավ, որտեղ ամբողջությամբ փակվել էր, սկսեց կամաց բացվել։ Ես առանձնացա նորից, սկսեցի լացելով աղոթել, որովհետև հասկացա, որ Աստված այն ինչ որ պետք է աներ, արդեն արեց։ Մի քանի օր հետո գնացի նորից հիվանդանոց։ Երբ որ թակեցի դուռը, բժիշկը բացեց ու տեսա, որ ես եմ, զարմացավ առաջինը, որ ինձ տեսավ։ Նայելուց հետո զարմացավ ու ասեց 150 կետ ինքը ծակել է, ես զգացել եմ, բայց առաջ երբ որ ինքը դա արել էր, ես ոչինչ չէի զգում։ Ու հետո նկարեցին հենց այդ պահին, այդ ամբողջությամբ նայեցին աչքով, ականջով, զարմացել էր բժիշկը։ Ասեց
մենք տարբերություն ունենք։ Ինքը հենց զարմացած գնաց, ձեռքերը լվանում էր անկյունում ու ես նայում էի մեջքով դեպի ինձ, բայց մինչև հասնել էի հիվանդանոց ես աղոթում էի. Տեր, ես ուզում եմ ապրեմ։ Ես ուզում եմ ապրեմ քո գործը անելու համար։ Գիտեմ, որ ինձ 10 օրվա կյանք են տվել։ Ես կանգնելու եմ քո առաջ, չեմ ուզում դատարկ կանգնեմ, խնդրում եմ, խոսի բժշկի բերանով, որովհետև ես ուզում եմ ապրեմ, որովհետև այդ ժամանակ իմ տղան 5 տարեկան էր, ինձ շատ դժվար էր, ու եւ իրականում ուզում էի ապրեի, որ Աստծո փառքը վկայեի։ Եվ երբ որ հասա հիվանդանոց ու այդ բժիշկը նայելուց հետո ձեռքերը լվաց ու մեջքով կանգնած ինձ ասում է. չգիտեմ ինչի եմ ասում ու երբևէ որևէ մեկին չեմ ասել, բայց քեզ ասում եմ, գնա ու ապրի։ Նորից եմ ասում, չգիտեմ ինչի եմ ասում, բայց գնա ու ապրի։ Ու երբ որ հետո բժիշկը մոտեցավ ինձ, ես պետք է վճարեի նախորդ վիրահատության համար, ինքը նայեց ինձ, ասաց ինձ ոչինչ պետք չէ։ Դու գնա։ Ես դուրս եկա հիվանդանոցից ու փառք եմ տալիս Աստծուն, որ բացի նրանից, որ ինքը իր կյանքն է տվել ինձ, նաև իմ կյանքը մի քանի անգամ նորից ինձ տվել է, որ ես ապրեմ ու իր անունը փառավորեմ։ Այսօր ես առողջ եմ ամբողջովին, իմ դեմքի վրա չկա ոչ մի վիրահատություն, ոչ մի կար, ես կատարյալ բժշկվել եմ, Աստված ինձ կատարյալ բժշկել է առանց վիրահատության։ Ես շնորհակալ եմ Աստծուց իր զոհի համար, որ ինքը խաչվել է եւ հարությունը առել, եւ այդ հարությունն է եղել պատճառը, որ մենք ունենք հավիտենական կյանք եւ խաչի վրա է մեր բոլոր հիվանդությունները։ Շնորհակալ եմ Աստծուց ամեն բանի համար։